Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ։ Եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգելիներս, այսօրվա հյուրը հայրենիքից է ժամանել։ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահն է Արմեն Տեր-Քյուրեղյանը։ Սիրելի լսարան, ուրեմն Հայաստան Հանրապետության մեջ գոյություն ունի ամերիկյան համալսարան։ Այսօր փորձենք լուսաբանել, թե ինչ առաքելություն ունի այդ համալսարանը, ինչ գործառույթներ են այնտեղ տեղի ունենում, ինչպիսի շրջանավարտներ ունի։ Եվ իհարկե ավելի մոտ են ծանոթանանք մեր հարգարժան ատենապետի հետ, Արմեն Տեր-Քյուրեղյանի։ Բարի օր ձեզ։ Բարի։ Շնորհակալություն եմ հայցում հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարից իրեններս, ինչպես եք։ Շնորհակալ եմ, շատ լավ։ Պարոն Տեր-Քյուրեղյան, մեր լսարանի համար, եթե կարելի է ձեր կարճ կենսագրականը, որպեսզի պարզ դառնա, թե ում հետ այսօր գործում ենք։ Ես ուրեմն ծնունդով պարսկահայ եմ, երևի հայրենի ոճիցս դա պարս կլինի, նոր ջուղայից եմ։ Շատ քչեր են ասում պարսկահայեր, հիմնականում ասում են իրանահայ են։ Իրանահայ, Դուք պարսկահայ եք։ Նույնն, այո։ Ավարտել եմ հայկական դպրոց, հետո գնացել եմ Թեհրանի համալսարանը եւ հետո տեղափոխվեցի Ամերիկա 1972-ին, հաճախեցի Իլինոյի համալսարանը եւ այնտեղից ստացա իմ դոկտորական տիտղոսը, ուրեմն քաղաքացիական շինարարության civil engineering-ի մեջ risk analysis ավելի տեսական կողմը քան թե գերարական եւ հետո 75-ից 78 պաշտոնավարեցի հարավային համալսարանում USC-ում, ուրեմն Լոս Անջելես եմ եղել ժամանակին, 3 տարի հետո տեղափոխվեցի Բերքլի համալսարանը, որը գիտեք իմ լավագույն համալսարներից, մանավանդ իմ ճյուղի մեջ աշխարհի լավագույնն է, եւ այնտեղ պաշտոնավարել եմ մոտ 37 տարի, միջև անցյալ տարի ինձնից ուրեմն ամերիկյան համալսարանի հոգապարծությունները ցանկացան, ինձ խնդրեցին, որ ես գնամ որպես պաշտոնավարեմ, որպես ժամանակավոր նախագահի պաշտոնը եւ այս տարվանից ուզեցին, որ շարունակեմ, ուրեմն հուլիսին կենսաթոշակի եմ անցել Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանից 37 տարի հետո եւ պաշտոնավարում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես նախագահ։ Պետք է ասեմ, որ ես համալսարանի հիմնադիրներից մեկն եմ, եղել եմ համալսարանի սկզբնական օրերից եւ պաշտոնավարել եմ ամերիկյան համալսարանում որպես ճարտարագիտական բաժնի տնօրեն 16 տարի, զուգահեռ Բերքլիի իմ պաշտոնը սկզբի տարիները կարելի էր հեռվից կառավարել, ուրեմն 16 տարի մինչև 2007 այդպես պաշտոնավարեցի, 2011-ից 12-ը որպես պրովոստ պաշտոնավարեցի եւ հիմա ուրեմն նախագահն եմ։ Շատ հարուստ կենսագրություն։ Երբ կյանքի կոչվեց համալսարանը, ինչ նկատառումներով, ինչ առաքելություն ունի այսօր։ Ուրեմն ամերիկյան համալսարանի գաղափարը ծագեց 1988-ի երկրաշարժի ժամանակ։ Ես անդամ էի ուրեմն ամերիկյան մի ճարտարագիտական խումբի, որ ամերիկյան ակադեմիայի կողմից Հայաստան ուղարկվեց 10 օր երկրաշարժից հետո 22 հոգանոց մի անձնախումբ էր, մասնակիցներ, սեյզմոլոգներ, շինարար, ճարտարագետներ, եւ մեջը կար նաեւ Միհրան Աղբաբյանը, մենք երկուսս միակ հայերն ենք 22-ից։ Այդ ընթացքին ուրեմն մենք տեսանք ահռելի պայմանը, շատ նյութերի մասին խոսեցինք, հետո ես 2 ամիս հետո փետրվար 89-ին վերադարձա այնտեղ եւ մի հավաքույթի ժամանակ պոլիտեխնիկի պրոֆեսորների հետ միասին գաղափարը ծագեց, որ ամերիկյան մոտեցումով ուսման մի հաստատություն ստեղծել այնտեղ, որպես մի բան, որ
սովետական, գիտեք, սա սովետական ժամանակ էր, որ սովետական Հայաստանը կարող է շատ օգտվել։ Ուրեմն գաղափարն այդ ժամանակ ծագեց 1989-ին Փետրվարին։ Եվ հետո մենք վերադարձից հետո Միրան Աղբաբյանի եւ ես միասին առաջարկներ ուղարկեցինք շատ մարդկանց։ Մի առաջարկ պատրաստեցինք, որ Հայաստանի մեջ կառուցվի մի ամերիկյան մոտեցումով համալսարան։ Եվ այդ ժամանակ մի քանի կարևոր անձեր ամերիկյան կառավարական եւ հայկական միությունների դրական պատասխան տվան, բայց ամենակարևորը Լուիզ Մանուկյան Սիմոնի պատասխանն էր, այն ժամանակ ինքը հայ բարեգործական միության նախագահն էր։ Եվ շատ կարճ նամակով գրեց, որ սա շատ լավ գաղափար է եւ մենք պատրաստ ենք որ հովանավորել եւ սա լինի։ Մեկ ուրիշ կարևոր փուլ այն էր, որ օգոստոս 89-ին մի ժողովի ընթացքին նորեն Լուիս Սիմոնի առաջարկով որոշեցինք, որ չլինենք անձեր, որ ստեղծում ենք, այլ նաև հրավիրենք մի կազմակերպություն, որը մեզ աջակցի։ Եվ որոշեցինք մոտենալ խնդրել Կալիֆոռնիայի համալսարանին։ Լուիզը նամակ գրեց այն ժամանակ Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ Դեյվիդ Գարդներին, որ մեզ միանան եւ համալսարանին կառուցման, ստեղծման աշխատանքին մասնակցեն, իրենց իհարկե իրենք մեծ գիտություն ունեն, մեծ փորձ ունեն։ Եվ սեպտեմբեր 21 1991-ին, այսինքն նույն օրը, որ Հայաստանի խորհրդարանը հայտարարեց անկախություն, նույն օրը մենք բացեցինք համալսարանի դուռը։ Այսինքն շատ հետաքրքիր է, որ հանրապետությունը եւ համալսարանը նույն տարիք ունեն։ 3 կազմակերպություններ, այսինքն հիմնադիր կազմակերպություններ են Հայաստանի կառավարությունը, Հայ բարեգործական միությունը եւ Կալիֆոռնիայի համալսարանը։ Անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք, որտեղ շատ հետաքրքիր փաստարկ արեցիք, որ դեռ սովետական միությունը չէր քանդվել, չէր փլուզվել, դեռ երկիրը անկախ չէր ու KGB-ն թույլ տվեց ամերիկյան համալսարան բացվի Հայաստանում, այն դեպքում, երբ սովետական միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները սառը պատերազմի մեջ էին։ Հարգելիներս, կարճ դադար եթերում։ Հարգելի լսարան, ովքեր որ նոր միացան մեզ, հիշեցնեմ, որ այսօրվա առաքելության հյուրն է Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Քյուրեղյանը։ Պարոն Տեր-Քյուրեղյան, շարունակենք մեր զրույցը։ Սովետական միությունը դեռ չէր փլուզվել, KGB-ի ծանր մուրճի տակ կարողացան մի խումբ ազգայնականներ հիմնել ամերիկյան համալսարան։ Սա իրականության մեջ թե հաջողություն էր, թե անհավատալի մի երազային ինչ-որ մի բան, ինչպես հաջողվեց։ Այո, դա շատ հետաքրքիր քաղաքական ելույթ ունի սա։ Ուրեմն 89-ին արդեն Հայաստանի կառավարություն, որ կարելի է ասել սովետական Հայաստանի կառավարություն, արդեն ընդունեց այս գաղափարը։ Եվ կան հրամաններ, կան հայտարարություններ, որ ստեղծվելու է ամերիկյան մեթոդով մի համալսարան եւ 1990-ին մի խումբ Կալիֆոռնիայի համալսարանից նշանակված 12 հոգի գնացինք Հայաստան որպեսզի fact finding, որ տեղեկությունը հավաքենք, որ արդյոք պայմանները կարելի են ամերիկյան համալսարան հիմնելու։ Սա բոլորը արվում էր սովետական միության ժամանակ։ Այս համալսարանը պետք է լիներ սովետական միության մեջ եւ հետո Հայաստան անկախացավ եւ այդպես զուգադիպեց, թե չէ սա իրական շատ հետաքրքիր բնույթ ունի քաղաքական, որ
սովետական Հայաստանի կառավարությունը 100% հետապնդում եւ համաձայն էր ըստ գաղափարի։ Համալսարանը ինչ ծառայություններ ունի, ինչ դասընթացներ ունեն, ինչքանով է համապատասխանում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության կրթության նորմերին, ստանդարտներին, դասընթացները հայերեն են, անգլերեն են։ Ուրեմն սա ամերիկյան մոտեցումով համալսարան է, նման, ասենք, լավագույն ամերիկյան համալսարներն այստեղում։ Բոլոր դասընթացներն անգլերենով են, բացի կան Հայաստանի օրենքների համաձայն բակալորիայի մասում, bachelor's-ի մասում պետք է լինի հայերեն լեզու, գրականություն եւ պատմության դասեր։ Դրանք տրվում են հայերենով, բայց բոլոր մյուս դասերն անգլերենով են։ Իսկ նույնիսկ հայերենի գրականության եւ պատմության դասերը կան անգլերենով, ունենք մեկ section, ասենք, մեկ դասարան անգլերենով, քանի որ ունենք արտասահմանյան ուսանողներ, ոչ հայ, նաև հայեր, ասենք արտասահմանից, որոնց հայերենը այդքան լավ չի, որ կարողան հայերենով վերցնել, ուրեմն եթե ասենք ունենք 7 նույն դասարանից, նույն դասընթացից 7 դասարաններ, մեկ անգլերենը, մնացած 6-ը հայերեն, բայց բոլոր մյուս դասերն անգլերենով են։ Ուրեմն ունենք 8 մագիստրոսի մասնագիտություններ եւ 3 բակալորիայի մասնագիտություններ։ Բակալորիայինը ուրեմն computational sciences, business եւ English and communications։ Իսկ անգլերենով եմ ասում, քանի որ սա ամերիկյան ուրեմն մասնագիտություններ են։ Մեր երիտասարդությունը վստահ հասկացավ։ Այո, այո։ Եվ մագիստրոսին ունենք public health, հանրային առողջապահություն, ունենք իրավաբանություն, ունենք business, ունենք տնտեսագիտություն, ունենք ճարտարագիտություն, ունենք computer science, ունենք քաղաքագիտություն, ունենք անգլերենի ուսուցիչ պատրաստելու teaching of English as a foreign language, այսինքն պատրաստում ենք անգլերենի ուսուցիչներ։ Կարծում եմ ասեցի բոլոր 8-ը։ Ինչքանով է նորմերին համապատասխանում, եթե աշակերտը շրջանավարտը արդյոք հնարավորություն ունի ավարտելուց հետո շարունակի ամերիկյան համալսարանում կամ հակառակը։ Ուրեմն մենք ունենք ամերիկյան հավատարմագրում, ունենք Western Association of Schools and Colleges, կոչվում է WASC, դրանց հավատարմագրությունն ունենք, սա ուրեմն մի հիմնարկություն է, Ամերիկայի մեջ կան շրջանային 6 շրջանների հիմնարկություններ էսպես, սա արևմուտքինն է, ուրեմն բոլոր Կալիֆոռնիայի համալսարանները, Berkeley, UCLA, Stanford, ունեն նույն հավատարմագրումը, որ ունենք մենք, WASC-ի հավատարմագրում։ Հետևաբար, ուսանողներ, որ մեզ մոտ ավարտում են, ունեն դիպլոմը, որ ստանում են, վավերացված է WASC-ի կողմից։ Ուրեմն իրենք որևէ տեղ որ գնան, ունեն ամերիկյան հավատարմագրումով դիպլոմ։ Եվ պետք է ասեմ, սա կարևոր է հայերիս համար անդրադառնալ, որ ամերիկյան համալսարանը սովետական բոլոր նախորդ միությունների մեջ միակ համալսարանն է, որ ունի ամերիկյան հավատարմագրում։ Որևէ ուրիշ համալսարան չկա բոլոր սովետական միության տարածքի մեջ։ Հետարքիր է մեր հարևան երկրներից ունենք աշակերտներ։ Այո, ոչ Ադրբեջանից եւ ոչ Թուրքիայից, չնայած Իրանից մտածում ենք Իստանբուլ այցելել, որտեղ այնտեղ շատ հայ ուսանողներ կան եւ գտնում ենք, որ նրանք շատ կարող են օգտվել մեր համալսարանից։ Կան ունենք մոտ 10% մեր ուսանողներից մոտ 160-150 հոգի, որ արտասահմանյան են։ Դրանց մեծամասնությունը հայեր են, սփյուռքի հայեր, եւ միջև հիմա կարող եմ ասել 20 տարբեր երկրներից, Ամերիկայից, Կանադայից, Հոլանդից, Ֆրանսիայից, շատ երկրներից, Եգիպտոս, Պարսկաստան, Սուրիա, Բեյրութ, բոլոր այդ երկրներից հայ ուսանողներ ունենք։ Եվ նաև ունենք ոչ հայ ուսանողներ Աֆրիկայից
Հնդկաստանից, Պարսկաստանից ունեցել ենք պարսիկներ, այսինքն ոչ հայեր։ Եվ աշխատում ենք հիմա Չինաստանից, Մոնգոլիայից ուսանող ենք ունեցել։ Ուրեմն մեր նպատակն է լինել շրջանային, համաշխարհային համալսարան, որտեղ գտնում ենք Հայաստանի համար շատ կարևոր է, որ լինի ուսման կենտրոն, այսինքն մի տեղ, որ աշխարհի բոլոր տեղերից գնում են ուսում ստանալու։ Բոլորից նպատակն է։ Գիտական կենտրոն հանդիսանում, որից մի օր դա լինելու է, որից մի օր։ Հարգելիներս, կարճ դադար եթերում, որից հետո կշարունակենք դեռևս մի քանի հարցերը, որոնք իրականում կետարքն են բոլորիդ։ Սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, շարունակում եմ զրույցս Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Քյուրեղյանի հետ։ Պարոն Տեր Քյուրեղյան, շարունակենք մեր զրույցը։ Բոլորիս ապագայի երազանքն է, որ իրականում Հայաստանը դառնա ցիվիլիզացիային կենտրոնը տարածաշրջանի, որտեղ որ գիտական պոտենցիալ հնարավորությունները մենք գիտենք արդեն մեր երկրի եւ աստուծված մեր հայության ուղեղների։ Ինչպես է ֆինանսավորվում համալսարանը, որտեղից է ֆինանսավորում, աշակերտները վճարովի են, թե անվճար, տարբերություն կա, որ երկրից են գալիս կամ հայրենիքից, թե… Ուրեմն համալսարանը վճարովի է Հայաստանի քաղաքացիների համար, նաև Ղարաբաղի, Ջավախքի եւ Սուրիահայերի, Իրաքահայերի այն երկիրները, որտեղ ասենք հայերը քաղաքական են, այդ բոլորի համար ուրեմն ուսման վարձքը 2600-ից մինչև 3000 մի քանի հարյուր, նայած ինչ մասնակցությամբ տարին։ Իսկ արտասահմանյան պետք է ասեմ նաև այն հայերը, որոնք ունեն այդ հատուկ 10 տարվա վիզան, այսինքն Հայաստան երկհաղաքացի են, երկհաղաքացին, նրանց համար նույն սակն է։ Իսկ արտասահմանյան ուրիշ ուսանողների համար դա է գումարած մի $4000 տարեկան, այսինքն մոտ $7000 շուրջ։ Պետք է շեշտեմ, որ չնայած ուսման վարձքը քիչ է, համեմատաբար ասենք ամերիկյան համալսարանին շատ քիչ է։ Դրանով հանդերձ շատ հայաստանցիների, ջավախցիների, արցախցիների համար դա բարձր է։ Հետևաբար մենք ունենք հատուկ ընդունելության օրենք, մենք կոչում ենք սրան need blind admission, այսինքն մենք ուսանողին նայում ենք իր գիտելիքների, իր պատրաստության համեմատ որոշում ենք, որ ընդունել թե ոչ։ Եթե ուսանողին ընդունեցինք, հետո նոր հարցնում ենք, արդյոք այս ուսանողը կարող է վճարի, թե պետք ունի, օգնության պետք ունի։ Ուրեմն բավական բարդ մի ընթացք ունենք, որի միջոցով որոշում ենք ամեն մի ուսանողի պետքերը եւ այդ պետքերի համեմատ 25, 50, 75 կամ 90%-ը ուսման վարձի մենք ներում ենք։ Պետք է ասեմ, մոտ 49% մեր հայաստանցի ուսանողները ստանում են այսպես օգնություն։ Այդպեսով մենք կարողանում ենք հաստատել, վստահ լինել, որ մեր համալսարանը բաց է բոլորի համար։ Եթե չէ միայն հարուստները պետք է կային մեր համալսարան։ Ունենք ամեն խավերից, տնտեսական խավերից, բոլորից ունենք ուսանողներ մեզ մոտ։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Դրանով անտերս մեր բյուջեի 1/3-ն է հազիվ լցվում, նույնիսկ ավելի քիչ։ Ուսման վարձերը միայն 1/3-ն է։ Մնացածը ուրեմն մենք պետք է ապահովենք ուրիշ միջոցներով։ Ունենք endowment դրամագլուխներ, որոնք մեզի նվիրել են մեր մեծ նվիրատուները,
մեր ուրեմն մեկ մասը AGBU-ի մոտը, հայ-պարեկուրսական միությունը նախնական տարիներին, քանի որ մենք դեռ նոր ենք սկսել, ուրեմն հայ-պարեկուրսական միությունն էր այդ դրամները մեզ համար հավաքում եւ պահում։ Մոտ ունենք 13 միլիոնի շուրջ, իսկ 1999-ից հետո ունենք մեր endowment-ը, որը շատ կարևոր է, սա կառավարվում է Կալիֆոռնիա համալսարանի քանզապայի միջոցով։ Կալիֆոռնիա համալսարանը ունի հսկա մի ֆոնդ, մեր համեստ ֆոնդը այդ շատ հսկա ֆոնդի մեջ է, եւ շատ մեծ, շատ լավ արդյունք է տալիս, այսինքն տարեկան եկամուտը շատ լավ է եղել։ Ուրեմն այդ endowment-ները վճարում մեզ հայթայթում են մեր բյուջեի նաև ասենք 1/3-ի շուրջ, մեկ քիչ ավելի պակաս, ունենք մի քանի ուրիշ միջոցներ, շենք կա, մեկ հատ AUS Center, որը վարձու է Երևանում, եւ դրա հասույթը նորեն մեր բյուջեի մեկ մասն է, եւ տարեկան հանգանակություններ են կանում։ Ունենք նվիրատուներ եւ հրավիրում են բոլորին, քանի որ սա համայն հայությանն է պատկանում է համալսարանը։ Մենք կախված ենք մեր նվիրատուներին, նրանք որ համոզված են, որ Հայաստանը պետք է լինի ուսման մի երկիր, եւ այդպեսով ամեն տարի մենք ունենք ձեռնարկներ, որ ընթացքին հանգանակություն է լինում, եւ նաեւ ունենք նամակ ենք ուղարկում, ունենք մի հատուկ ծրագիր հիմա, կոչվում է 100 Pillars of AUA, ասենք AUA-ի 100 սյուները, սրանք մարդիկ են, որ նվիրված են, պատրաստ են նվիրելու համալսարանին տարեկան $10,000 5 տարվա մեջ, եւ հատուկ ասենք մի exclusive, մի անկումպա, խումպա սա, համալսարանի սյուներ են կոչում։ Եվ շատ ունենք նաև endowment, scholarship endowment, scholarship-ների համար, որի միջոցով կարողանում ենք ուսանողներին, որ ասեցի, օգնենք։ Հայաստանի կամ Միացյալ Նահանգների կառավարությունների հետ ոչ մի Հայաստանի կառավարությունը իհարկե մեզ օգնել է մեր կառավարական շենքը, որի հիմնական շենքը, որի մեջ մեր վարչական գրասենյակներն են, այդ շենքը մեզ նվիրեց Հայաստանի կառավարությունը, իսկ ամերիկյան կառավարությունը, այո, մեր հիմնադրամի 10 միլիոնը ամերիկյան կառավարությունը հայթայթել, դրանով սկսեցինք, եւ ամեն տարի նաեւ ունենք գրանտներ AID-ի, այսպես կոչված ASHA հիմնարկի միջոցով, շենքը նորոգելու, սարքավորումների, կառուցելու, նոր շենք կառուցելու եւ միջև հիմա մոտ $12 միլիոն, ավելի քան $12 միլիոն ASHA-ից ենք ստացել, մրցության ձևով։ Մենք մրցում ենք մյուս ամերիկյան համալսարանների հետ, ասենք American Institute of Beirut, American Institute of Cairo, նրանց հետ մենք մրցում ենք եւ եթե հաջողում ենք, ստանում ենք տարեկան որոշ մի գումար եւ պետք է ասեմ, վերջի 3 տարիներին ամեն տարի հաջողել ենք։ Շատ բարի։ Հավանաբար դեպս ամերիկյան համալսարանը այն կամուրջն է, որը կամ կարող է հանդիսանալ կամ արդեն է հայ երիտասարդության Միացյալ Նահանգների կապը դեպի հայրենիքի հետ։ Անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք հարգելիներս։ Հարգելիներ, շարունակում եմ զրույցս Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Քյուրեղյանի հետ, ովքեր որ նոր միացան, հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության մեջ գոյություն ունի ամերիկյան համալսարան, որի դռները բաց են հատկապես մեր սփյուռքյան օջախներում ապրող հայ երիտասարդների համար։ Կարող եք բարձրագույն կրթությունը ավելի դյուրին, ֆինանսապես ավելի քիչ, ուրեմն դրույթներով
այնտեղ ուսում ստանալ եւ ունենալ բարձր կրթություն։ Պարոն Տեր-Քյուրեղյանը, շարունակենք մեր զրույցը։ Համալսարանը ինչքանով է ապահովված արդի տեխնոլոգիայով։ Վերջին սարքավորումներն ունենք մի նոր շենք, Փարամազավետիսյան շենքը, դասարանները հիանալի։ Ես գիտեք, ինչպես ասեցի, 37 տարի Բերկլիում դասախոս եմ եղել։ Բերկլիում չունենք այդպես նոր, գեղեցիկ եւ լավ սարքավորումներով պատրաստված դասարաններ։ Շատ լավ պայմաններ ունենք։ Ունենք շատ լավ արտիական գրադարան, շրջանի լավագույն անգլերեն լեզվի գրադարանը եւ օգտագործվում է բոլոր ամենի կողմից, ոչ միայն մեր ուսանողներ, ունենք 15000 ուրեմն հաճախորդներ, անդամներ, որ օգտվում են գրադարանից։ Ես կուզեի շեշտել հետեւյալը, որ քանի որ մենք ունենք հավատարմագրում, Սփյուռքի մեջ երիտասարդները կարող են գալ մեզ մոտ սովորել 3 ձևով։ Կարող են գալ եւ ստանալ իրենց դիպլոմներն Հայաստանում, ամերիկյան համալսարանում։ Սա ամերիկյան հավատարմագրումով համալսարան է, եթե ուզեցին վերադառնան այստեղ ճանաչված համալսարան է, ընդունված ՈԱՍԿ-ի միջոցով, կարող են իրեն graduate school գնան, ինչ որ ուզում են անել։ Այդ առաջին։ Երկրորդ ձևը, եթե իրենք այստեղում որևէ մի համալսարան են գնում, բոլոր համալսարաններն ունեն study abroad ձևը, այսինքն ուզում են, որ ուսանողները այցելեն ուտար երկրներ եւ սովորեն։ Թող իրենք Հայաստան կան։ Հայաստան կգան, Հայաստանում կապրեն 1 semester, 1 տարի եւ ինչ առարկաներ, որ այնտեղ վերցնեն, կարող են այդ առարկաների կրեդիտը բերել իրենց համալսարանը։ Այսինքն չեն հետ ընկնելու իրենց դասերի մեջ։ Երրորդը ամառվա դասերն են։ Ամեն ամառ մենք ունենք մի քանի դասեր, կարող են իրենք ամառը գալ այնտեղ, 5 շաբաթվա դասեր են սրանք։ Օրինակ այս ամառ ունենք մի դաս բնագիտության մեջ, environmental science, որը նաև ունի այցելելու տարբեր տեղեր Հայաստանում բնություն ծանոթանալու, կենդանիներին ծանոթանալու եւ հիանալի առիթ է։ Ունենք մի ուրիշ առարկա հայոց պատմության վերաբերյալ նորեն այցելություն շատ տեղեր, տեսարժան տեղեր։ Ուրեմն 3 ձևով կարող են Սփյուռքի երիտասարդները գալ Հայաստան, սովորել ամերիկյան համալսարանում, ապրել Հայաստանում, ընկերներ ունենալ Հայաստանում եւ պետք է ասեմ հիանալի միջոց է սա։ Ես կուզեի, որ Սփյուռքի մեր լսողները, ծնողները, թե ծնողները եւ թե երիտասարդները իրենք լավ հասկանան, որ այս առիթը կա, թող օգտագործեն այդ առիթից։ Հաշվի ուզենք թե չուզենք պետք է առնենք այսօրվա քաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում։ Հայաստանը միշտ էլ իր հոգու խորքում փորձել է կապեր ունենալ Միացյալ Նահանգների հետ, այսօր դարձել է կապիտալիստական երկիր, դեմոկրատական երկիր, բայց եւ այնպես տարածաշրջանում քաղաքական իրավիճակը լարված է։ Այսօրվա նոր քաղաքական իրավիճակում ինչքանով կարող է խանգարել Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը Հայաստանում ամերիկյան համալսարանի վաղվա ապագային ճակատագրին։ Ես միջև հիմա որևէ արգելք մեզ համար չի եղել Հայաստանի կառավարության։ Իհարկե մենք մեր գործը Հայաստանի կառավարության հետ է։ Միջև հիմա որևէ ձևով Հայաստանի կառավարությունը չի կաշկանդել մեր ծրագրերին, չի միջամտել այն ինչ մենք ենք ուզեցել անել, իրականում շատ լավ հարաբերություն ունենք։ Մեր կենտրոնները համագործակցում են առողջապահության նախարարության հետ, բնապահպանման նախարարության հետ եւ այլ։ Հասկանալի է, որ Հայաստանի պայմանները, մանավանդ ապահովության պայմանները իրեն մղում են լինել մոտիկ Ռուսաստանի հետ։ Հիմա ինչպես գիտեք, Հայաստանը միացել է
Eurasia Customs Union-ին, այսինքն ռուսերի հետ միացած, բայց ինձ թվում է, որ հասկանում են ամենը, մանավանդ Հայաստանի ժողովուրդը, որ ներկա պայմաններում նույնիսկ ավելի կարևոր դեր ունի ամերիկյան համալսարանը որպես արևմուտքի մի սիմվոլ, կրթական առումով իհարկե, մենք քաղաքական բնույթ չունենք այդտեղ, ունենք կրթական բնույթ, զուտ կրթական։ Եվ ինձ թվում է, որ հիմա նույնիսկ ավելի մենք կարևոր դեր ունենք, որպեսզի մի քիչ այդ բալանսը պահվի ռուսերի եւ արևմուտքի։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ երբ ժողովրդի հետ խոսում եմ, շատերն այդպես են արտահայտվում։ Այսինքն շատ ուրախ են իրենք, որ կա Հայաստանում այսպես համալսարան, որ առիթ է տալիս Հայաստանի երիտասարդներին ունենալ արևմտյան մոտեցումով ուսման կարելիություն։ Շատ բարի։ Մեզ հուշում է, որ ընդամենը մնացել է 1 րոպե պետք է ավարտենք այսօրվա մեր ծրագիրը։ Իբրև այսօրվա վերջաբան ինչ կուզենայիք հղել մեր հայրենակիցներին։ Ձեր ապագա ուսանողներին։ Քիչ առաջ ասեցի երիտասարդներին կուզեմ մղել, կուզեմ քաջալերել, որ մտածեն Հայաստան գալ, ուսանել, կամ մեր համալսարան, կամ մյուս համալսարան։ Այս առիթները հիմա կան, իմ ժամանակ, իմ երիտասարդ ժամանակ չկային։ Երկրորդը կուզեի ասել, մեր հայրենակիցները երբ այցելում են Հայաստան, թողեք նաև այցելեն մեր համալսարանը, թողեք իրենք կան, եկեք, ձեր աչքով տեսեք, թե ինչ ենք անում Հայաստան այս համալսարանում, մեր երիտասարդ ուսանողների հետ շփվեք, ծանոթացեք եւ գաղափար կազմեք, թե Հայաստանի ամերիկյան համալսարանը ինչ է ներկայացնում համալսարանը։ Որտեղ կարող են այցելել, եթե կարելի է հեռախոսի համար կամ էլեկտրոնային կայքեջ։ Էլեկտրոնային կայքեջը շատ հեշտ է։ AUA.am Միայն դա AUA American University of Armenia AUA.am կայքեջը բավական տեղեկություն կտացես, հասցենք այնտեղ, կարող եք գալ եւ ուսանողները ցեզ ցույց կտան եւ առիթ լինի ես էլ պատրաստ կլինեմ հանդիպել մեր այցուներին։ Շատ բարի հարգելիս, շնորհակալություն կրկին անգամ այսօրվա հանդիպման համար, հետաքրքիր զրույցի համար, հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին, հարգանքներս եւ բարևներս բոլոր ձեր աշխատակազմին եւ ուսանողներին։ Սիրելի հեռուստատողներ եւ ռադիոլսողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա մեր ծրագիրը։ Վստահ եմ, որ սա առիթ կդառնա մեր երիտասարդության համար կրկին անգամ մի կամուր, մի կապ հայրենիքի հետ ստեղծելու համար։ Եվ վստահ եղեք, պետք չունեք կրեդիտներ առնելու ձեր վրան, պետք չունեք պարտքերի մեջ մտնելու այս երկրներում։ Կարող եք շատ քիչ, փոքր ֆինանսական, ուրեմն միջամտությամբ երեխային ձեր զավակներին բարձրագույն կրթություն տալ հայրենիքում։ Մնացեք բարև, կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամին նորություններով։